Նոր Facebook-ը բացեցի, սկրոլ արեցի, տեսնեմ Թրամփը դժգոհում է Պուտինից, ասում է։ Ասում կարծես թե գիժ է, ինչ է այդ մարդը։ Ես իրան շատ լավ եմ վերաբերվում, բայց նա շարունակում է Ուկրաինայում սպանել քաղաքացիական հասարակ մարդկանց։ Լավ չի։ It's not good, դա։ Հետո սկրոլ արեցի, տեսա, որ Լիվերպուլում Անգլիայի սրտում Լիվերպուլ ֆուտբոլային թիմի երկրպագուները տոնում էին հերթական հաղթանակը եւ մեջները ասես մեքենա է մխրճվում, ասես ժողովրդի լղջելով գնում ամ 50 հոգի վարի տվեց Լիվերպուլում հիշում եք ինչ քաղաք է We all live in a yellow submarine yellow submarine yellow submarine da Բարեցես Այդ բոլոր օրինակները ձեզ բերեցի, որ ինչ որ ես հիմա ասեմ, մոտներս ինքնախարազանման նոպա չսկսվի, որ միայն վատը մենք ենք։ Չէ, մենք իհարկե վատն ենք, լավը չենք, բայց աշխարհը ընդհանուր առմամբ գժվել է, եւ դա ինձ չի ուրախացնում, որ աշխարհում շատ վատ է։ Ինձ վշտացնում է, որ մեր վատ լինելը ոչ թե աշխարհակաղակական խնդիրներ են կամ ինչ որ, չգիտեմ, հարևանների կամ ես ինչ ոչ, դա հենց այն դեգրադացիան է, որ ապրում է մեր հասարակությունը, ինչպես եւ այլ հասարակություններ։ Բայց դե մեր դեգրադացիան մեզ ավելի մի քիչ մոտ է, որովհետեւ մենք փոքր ազգ ենք, փոքր ժողովուրդ ենք եւ մեզ մոտ ամեն մի փոքրիկ ցավ դառնում է ընդհանուր մեծ ցավ։ Մեզ մոտ ամեն մի զոհ, ամեն մի հիմար բանի անպատասխանատվության պատճառով ինչ որ մի դեպք դառնում է ընդհանուր ցավ, որովհետև մենք մի ընտանիք ենք։ Եվ չեմ կարող չանդրադառնալ հենց այն թեմային, որը որ երեք ուղղակի ակնարկեցի, այդ զոհերին, որոնք Ծաղկաձորում զոհվեցին երկու երիտասարդ աղջիկ։ Ինչ որ մեկը, ինչ որ մի տղա որոշում է բիզնես ունենալ, կվադրացիկլներ է առնում եւ այդ կվադրացիկլներով բիզնես է անում, այսինքն մարդիկ նստում են ինքը իրանց քշում է, այսպես հետո փողը վերցնում։ Եվ ես պատկերացնում եմ, որ գալիս է այդ տղան տուն, իրեն օրինակ են բերում են մյուս աղբորը, ասում են, տես է 15 տարեկան տղա է, բայց փողը աշխատում, հոր օգնում է։ Այո, տես ինչ բիզնես է անում, արդեն դեռևս 15 տարեկան եւ ոչ ոքի չի հետաքրքրում, որ 15 տարեկանում այդպիսի բիզնես անելու համար ոչ ոք լիցենզիա չի տա։ Եվ չունի այդ լիցենզիան։ Ես ինչպես իմացա։ Ոչ ոքի չի հետաքրքրում, որ չունի վարորդային իրավունք։ Ոչ ոքի չի հետաքրքրում, որ նա կարող է անգամ խմած նստի ղեկին եւ մարդկանց զբոսաշրջիկներին զվարճացնի։ Ծնողներին թողենք են կողմ, ծնողներ իրա նման անգրագետ մարդիկ են։ Այդ անտերանոցում միլպետ ոստիկան թաղային ոչ ու փուչ եղած ինչ որ մի տրակած ինչ որ մի զզվելի քաղաքական կուսակցության առաջնորդ կամ անդամ քաղաքապետ չկա։ Գիտեք ինչն է սարսափելի։ Աշխարհում հա ամենտեղ վատ է։ Բայց այդ աշխարհին որ նայում ես գլոբուսի վրա մենք չենք երևում։ Մենք ընդհանրապես մի կետ ենք։ Մի հատ փուջուր քորոցի չափ կետ։ Համեմատած բոլորին։ Եվ մենք ապրում ենք նույն օրենքներով, ինչ որ Լիվերպուլը, ասենք։ Կարող ենք ասենք վերցնել, տենց մեքենան առնենք, մտնենք մարդկանց մեջ բան եւ այլ։ Հետարքիր բան բերեցի, օրինակ բերեցի, Լիվերպուլի հետ մեզ համեմատեցի։ Անհամեմատելի բան է, իհարկե, անհամեմատելի բան։ Բայց ընդհանուր առմամբ անասուն լինելու այդ ձգտումը հոմո սապիենսի մոտ ընդհանուր է։
քանի որ մերը ինձ մի քիչ ավելի մոտ է, թույլ տվեք խոսել մեր մասին։ Այդ ամբողջ քաղաքում, որը որ տուրիստական կենտրոն է, լավ մեկը չկար, այդ ատրակցիոնի ղեկավարի ձեռը բռներ ասեր Բալիկ ջան, լավ չես անում։ Կար, չէ, հաստատ կային կողքը բիզնեսներ կար։ Հիմա եթե այդ կողքի, ասենք նաստի է ծախում կողքը այդ մարդը, որ տեսնում է տես բան կա, որ զանգեր, ասեր, բողոքեր, կասեին գործ տվողը։ Արա ավելի լավ չի գործ տվողը լինի, բայց մարդիկ չմեռնեն։ Ավելի լավ չի։ Այդ գործ տալս որն է։ Եթե դու տեսնում ես, որ մարդը ակնհայտ սխալ բան է անում, ախր մենք բոլորս կարծում ենք, որ այս մեր սխալը, որ մենք արեցինք, այդպես անցնելու է գնա, մի անգամ կանցնի, երկու անգամ կանցնի, իսկ երրորդ անգամ կբերի դժբախտության։ Երկու երիտասարդ աղջիկ, երեխա, եւ մի երիտասարդ տղա էլի երեխա, կործանված են, այլևս։ Եվ կան, ինչ-որ մի ասենք, ջարդուխուռ եղած, ասենք, նաև մարդիկ։ Քանի ընտանիքի լույս մարեց, երբ որ մարդ գնում է պատերազմ, զոհվում է, սարսափելի է, բան չեմ ասում, ամեն անգամ եռաբլուրի կողքով անցնելուց, աշխատում ես չնայես, կամ որ նայում ես դու գիշերը չես քնում, բայց զգում ես, որ մարդիկ զոհվել են հանուն հայրենիքի, բայց երբ որ մարդ զոհվում է, հանուն ոչնչի, մեկի անասունության պատճառով եւ այդ անասունությունը ոչ միայն այդ մեկինն է, այլ նաեւ բոլոր այն կեղտոտ պաշտոնյաների, որոնք որ պատասխանատու են այդ անասունների ձեռը բռնելու, դու պատկերացնում ես դա ծնողի համար ինչ է։ Մի վարքյան ես միշտ ինչ-որ մեկի ցավը վերցնում, աշխատում եմ պատկերացնեմ ինձ վրա։ Երեխա կորցնելուց ավելի սարսափելի բան կարող եք ինձ ասել։ Որն է, խնդրում եմ կոմենտներում գրեք, եթե տենց է։ Եվ երբ որ ինչ-որ մեկս ինչ-որ վատ ենք զգում ես կամ բան, չգիտեմ, աշխատավարձ է, փողը, եսի ինչն է, միշտ հիշեք, որ կա նաև այդպիսի բան, եւ այդ բանը, այդ դարդը կարող է եւ մի օր քոնը լինել։ Ոչ ոք պաշտպանված չի։ Մանավանդ Հայաստանում, նստում ես տաքսի, ասում է, ռեմենը մի գցի, ինչի անասուն, ինչի չգցեմ ռեմենս։ Ինչի չգցեմ, դու իմ առողջությանը, եթե ինձ մի բան եղավ, դու սատկես ոչինչ, ես եթե մեռնեմ, ով է իմ երեխեքին թորներին պահելու, ով է պատասխան տա, ռեմենը մի գցի, բան չկա, փողոց արի, ոչխարը նախիրը ոնց է անցնում փողոցը, արի ասենք, դե լավ, սաղ կյանքներս անցել ենք, բան չի լինի, բա որ եղավ, անասուն, բա որ եղավ, արա, այդ օրենքները մարդու համար են, այդ օրենքները մարդիկ ստեղծել են, որպեսզի անվտանգ, միևնույնն է, կգտնվի մի ոչխար, որը կմտնի մեքենայով Լիվերպուլում, կմտնի բաների, երկրպագուների շարքը, կլինի այդպիսի մարդ։ Հանգիստ էլ գնում ես, կլինի մեկը, որը կգա ապուշի պես, քեզ կխփի, շուռ կգաս կմեռը, այդ մի տոկոսը կա, բայց այն մյուս տոկոսները կարելի է, չէ՞, մեջտեղից անել։ Կարելի է, չէ՞, սիրելի աշխատավոր ժողովուրդ, հայ մշակ, կարելի է, չէ՞, բալգարկեն օգտագործել շթով, այ անասուններ, կարելի է, չէ՞։ Կարելի է, չէ, ակնոց հագնել աշխատելու ժամանակ, չէ, կարելի է, չէ, շիրարարություն անելու ժամանակ, այդ անտերը փագել, որ փոշին ձեր թորները, ձեր ետիմները չշնչեն, չսատկեն, կարելի է, չէ։ Ով է ձեռքերդ բռնե, Պուտինը, Նիկոլը, ով։ Ես հասկանում եմ, որ կան պաշտոնյաներ, որոնք որ իրանց գործառույթը չեն անում, ու կլնեն տենց, բայց հասարակ քաղաքացիական մակարդակին կարելի է անասունի պես մեզ չպահենք, կարելի է, չէ, հասարակ նորմեր պահպանենք, հասարակ, երեխայի ձեռը բռնելուց, սովորեցնելուց բռնած,
վերջացած հասարակ անվտանգության կանոններով։ Որպեսզի հետո այդ ընտանիքների լույսը կամ ձեր լույսը, ձեր ընտանիքների լույսը չմարի։ Մի վարքյան պատկերացրեք ձեզ, որ ձեր երեխեն կարող է մեռնի, թաղեք ձեր երեխային, որտեղ ինքը համրագոտի չի գցե։ Կամ որոշել է մի հարբած անասունի հետ կվադրացիկլ քշել։ Հա? Կամ Սևանում լողանալուց որոշել է մի քիչ ավել գնալ լողալ, գիտեմ ինչ ա եղել, որ կամ մեր տրակած փողոցներին 100-ից ավել բացել բանը, արագությունը։ Էլ որ մեկը ասեմ։ Կարող եք կոմենտներում գրել, էլի քանի անգամ մենք բոլորս կարող ենք այդպիսի բաներ անել, հետո չոքերին տալ ասենք, էս ինչ դժբախտ ազգ ենք մենք, էս ինչ դժբախտություն էր։ Դժբախտ չենք։ Իդիոտ ենք ուղղակի ժողովուրդ։ Ուղղակի իդիոտ ենք։ Ամբողջ աշխարհն է տենց, բան չեմ ասում։ Բայց մենք իրանց հետ ինչ գործ ունենք։ Այդ մակարդակի չենք նախ մեկ։ Կներեք, ստե մի հատ շինարարություն լինի, բաց լինի, բաման, կնալեն։ Առանց ամրագոտի քշես կնալեն։ Փողոցը սխալ տեղ անցնես թեմա է։ Շատ բաներ կա, բայց կարող է մի էշ գտնվի, ասենք այտենց Լիվերպուլի նման մտնի, ասենք մարդկանց մեջ, բայց դա մի օր է, մի հատ դեպք է ալնում, մի հատ։ Դուք մի հատ հիշեք ձեր տնից դուրս գալուց, քանի անգամ էս մահից պրծնում, ամեն անգամ փողոց թեկուզ կարմիր լույսի տակով անցնելուց։ Դուք մի հատ հիշեք ամեն անգամ փողոց դուրս գալուց, քանի անգամ է ձեզ Աստված փրկում, պրոստը տակ։ Կամ գործ անելուց, քանի անգամ է ուղակի բախները բերում, որ ատվորկեն չի մտնում աչքդ, ու և այլն։ Շատ ցավալի է, շատ ցավալի դեպք է եղել, և մենք փոքր ենք, մենք քիչ ենք, մեր մի հոգու դարդը մեր բոլորի դարդն է, մեզ բոլորիս վրա է ազդում դա, բոլորիս վրա։